Այսօր պատրաստելու ենք մի հրաշալի թխվածք, որի բաղադրության մեջ չկա ոչ ձու, ոչ էլ կաթնամթերք։ Պատրաստելու ենք սովորական ջրով եւ շատ հարմար է նաեւ պահպահողների համար։ Չնայած նրան, որ պատրաստելու ենք սովորական ջրով, չի զիջում դասական բիսկվիթին, շատ փափուկ, համեղ եւ նուրբ է ստացվում։ Տարայի մեջ լցնում ենք տաք ջուրը, բուսայուղը, շաքարավազը եւ դարչինը։ Դարչինը կարող եք նաեւ ավելացնել ալյուրի հետ։ Բոլորը միասին խառնում ենք, այնքան մինչև շաքարավազը լուծվի։ Այս թխվածքը պատրաստելու համար անգամ հարիչի կարիք չկա։ Խառնում ենք եւ դնում մի կողմ։ Մեզ պետք է նաեւ մեկ հատ նարինջ, կեղևազրկում ենք եւ բլենդերում։ Կարող եք նաեւ միայն նարինջի հյութը ավելացնել։ Ես նախընտրեցի հենց այդպես բլենդերել եւ ավելացնել մասսայի վրա։ Այս թխվածքը կարող եք նաեւ ամբողջական նարինջի հյութով պատրաստել, այսինքն այդ դեպքում ջուր չենք ավելացնում։ Սա ցանկության է, ինչպես կցանկանաք, այդպես էլ պատրաստեք։ Միևնույն է, երկու դեպքում էլ իդեալական է ստացվում։ Ահա արդեն մեր նարինջի հյութը պատրաստ է, ավելացնում ենք ջրի մասսայի վրա։ Ցանկության դեպքում կարող եք քամել նոր ավելացնել։ Եթե պատրաստելու եք թխվածքը միայն ջրով, ապա այդ դեպքում վերցնում եք 300 մլ ջուր, իսկ նարինջի հյուսի հետ պատրաստելու դեպքում 250 մլ։ Եթե ամբողջական նարինջի հյութով եք ցանկանում պատրաստել, այդ դեպքում նարինջի հյութը վերցնում եք 300 մլ։ Մասսայի վրա ավելացնում ենք սոդան եւ քացախը։ Ավելացնում ենք նաեւ ընդեղեն, ինձ մոտ ընկույզ եւ նուշ է։ Նախորդ բլենդերել եմ, դուք կարող եք նաեւ կտրատել։ Ընդեղենի ընտրությունը ըստ ցանկության է, կարող եք միայն ընկույզով պատրաստել, նուշով կամ գետնանուշով։ Վերցնում ենք նաեւ ցանկացած տեսակի ճիր։ Ինձ մոտ ծիրանի դեղցի եւ սալորի ճիր է։ Կտրատում ենք մանր խորանարդաձև եւ ավելացնում ենք մասսայի վրա։ Եթե ձեզ մոտ ճիրը չոր կլինի, վրան եռացրած ջուր լցրեք, թողեք 1-2 րոպե, որից հետո նոր կտրատեք։ Կարող եք նաև չամիչ ավելացնել։ Բոլորը լավ խառնելուց հետո ավելացնում ենք ալյուրը։ Ալյուրը քիչ-քիչ ենք ավելացնում, որպեսզի շատ պինդ միանգամից չստացվի։ Ալյուրը ավելացնում ենք այնքան, որ ստանանք բիսկվիտից մի փոքր պինդ խմոր։ Ահա այսպես քթալից հազիվ ծորացող պետք է լինի։ Տապակի վրա յուղաթուղթ ենք փռում եւ խմորը լցնում ենք մեջը։ Թխելու ենք նախապես տաքացված ջեռոցում 180 աստիճան տակ 50-ից 55 րոպե կամ մի փոքր ավել։ Պատրաստ լինելը ստուգում ենք փայտիկով։ Ֆորմայի տրամագիծը 28 սանտիմետր է։ Տեսեք, թե ինչքան լավ բիսկվիթ է ստացվել։ Չեք պատկերացնի իմ խոհանոցում ինչ բույր է տարածվել։ Նարնջի եւ դարչինի համադրությունը պարզապես իդեալական է։ Հավատում եք, որ կարելի է պատրաստել այսպիսի անալի բիսկվիթ առանց կաթի, ձվի կամ կարագի։ Սառելուց հետո վրան ցանում ենք շաքարի փոշի, ձևավորում ենք այնպես ինչպես կցանկանանք եւ մատուցում ենք։ Տեսեք, թե ինչքան բարձր, փափուկ, ծակոտկեն ու նուրբ թխվածք է ստացվել։ Դե իսկ բույրի ու համի մասին խոսելն ավելորդ է։ Սա այն դեպքերից է, երբ պահքի թխվածքը կարող է լինել այսքան համեղ եւ գեղեցիկ։ Դե ինչ, հուսով եմ հավանեցիք այսօրվա իմ պատրաստած բաղադրատոմսը։ Պատրաստեք սիրով եւ վայելեք այս համեղ եւ անուշաբույր քաղցրավենիքը։